Բարեզեսելի բարեկամներ, եթերում նրան տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր զրուցելու ենք ազգային առաջընթաց կուսակցության վարչության նախագահ խմբակցության ավականու անդամ Հայ Գրիգորյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Գրիգորյան, մեր տաղավարում։ Սկսենք այսօրվա խոսակցությունը ազգային ժողովի ընտրություններից, այսինքն պարլամենտը ձևավորվեց եւ կարծես թե ձևավորված պարլամենտը քիչ բանով է տարբերվում նախորդ պարլամենտից։ Դուք համաձայն եք այս պնդման հետ եւ եթե այդպես է, ինչու ստացվեց այդպես։ Այո, կարծում եմ, որ բովանդակային իմաստով նույն բովանդակային ազգային ժողովն է լինելու, այսինքն անբովանդակ ազգային ժողովը լինելու է նույն լեզվակռվի ու իրար փոխադարձ մեղադրանքների մթնոլորտը։ Կարծում եմ նույնը մնալու պատճառը կամ այլ կերպ ասած ընդդիմության ձախողելու պատճառը, հավաքական ընդդիմության մի քանի պատճառ ունի։ Առաջինը նա է, որ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված բարեփոխիչ կամ դեմոկրատական կառավարությունը այս 8 տարիների ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել ընտրական համակարգը, քաղաքական համակարգը փոփոխելու համար։ Դա ենթադրում է ընտրական օրենսգրքի փոփոխություն, ենթադրում է կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն, ենթադրում է զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքի փոփոխություն, օրինակ, որ կուսակցությունները չունենան լրատվական միջոցներ, այսինքն զբաղվեն քարոզով, պրոպագանդայով իրենց կուսակցության կամ իշխանությամբ, ոնց որ դա անում է օրինակ առաջին լրատվականը, որը վերջերս ստացավ կառավարության որոշմամբ անհատույց կստանա տարածք, որպեսզի Արման Բաբաջանյանի կուսակցությունը կամ նրա առաջին լրատվական ալիքը, on-line ալիքը ստանա պայմաններ, այսինքն ակնհայտ իշխանական կուսակցությունը, ակնհայտ իշխանական լրատվամիջոցը խրախուսում է կառավարության կողմից, որպեսզի շարունակի իր պրոպագանդիստական աշխատանքը։ Երկրորդ պատճառը նա է, որ ընդդիմությունը չգտնվեց այդքան քիչ գոնե ամբիցիոզ եւ մեծամիտ, որպեսզի գնար համախմբման։ Ես սա ասում եմ որպես նաեւ այդ process-ի մեջ մասնակցություն ունեցած մարդ, մենք ազգային առաջնորդ կուսակցությունը չմասնակցեց ընտրություններին հատուկ, որովհետեւ հասկացա, որ միավորումը որևէ ֆորմատով չի ստացվում եւ մենք չցանկացանք մաս լինել անուղակի ձևով Նիկոլ Փաշինյանի վերարտադրման process-ին, դրա համար մենք չմասնակցեցինք ընտրություններին, բազում կուսակցություններ իմանալով, որ իրենք չեն ստանալու անցողիկ շեմը, այնուամենայնիվ մեծամտորեն գնացին այդ քայլին եւ մասնակցին եւ ընդհանուր առմամբ որ նայեք ԿՀ-ի ամփոփիչ տվյալները մոտ 150-160 հազար ձայն այդպես փոշիացվել է, այսինքն այդքան մարդ ձայն չի տվել Նիկոլ Փաշինյանին եւ ձայն չի տվել Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին, այսինքն այդ որ մենք ասում ենք մեր հասարակությունը բևեռացված է եւ միայն կամ նա է կամ նա, դա այդքան էլ այդպես չէ, մոտ 160 հազար մարդ հասկացել է, որ ոչ նա է, ոչ նա է եւ այդ 160 հազար ձայները ստացած մի քանի կուսակցությունները այնքան մեծամիտ գտնվեցին, որ իրանք չուզեցին ուղղակի համագործակցել, այդ ձայների քանակը ավել կլներ բնականաբար, եթե մարդիկ տեսնեին միավորում եւ անցողիկ շեմը հաղթահարելու շանս ռեալ տեսլական, եթե նրանք դա տեսնեին, ապա ես վստահ եմ 160 հազարը կարող էր հասնել մինչև 200-250 հազարի, իսկ դա նշանակում էր, որ մենք կարող էինք ազգային ժողովում ունենալ 10%-անոց անդիմադիր մի բլոկ, որը թեև որ կունենար գաղափարական շատ տարբերություններ, անպայման չի, որ դրանք այնտեղ աշխատեին միասնական, այսինքն ամեն մարդ կարող էր հանդես գալ իր կուսակցության ծրագրերով եւ մտքերով, բայց առնվազն դա ճեղքում կբերեր այն վիճակին, որը որ 18 թվականին մինչև 18-ն էլ է կարելի ասել, այսինքն ազգային ժողովում մենք երբեք չենք ունեցել իրական այլընտրանքային դատողություններ հայտնող, միշտ եղել է ծայրահեղ կամ դու նախկին թալանչի ես կամ դու ներկա հողատու ես դիսկուրս։ Մի քիչ հերվից կանք, ընդհանրապես ժողովը այդ խորհուրդը, ես չգիտեմ, դա լինի ձերակույտ կամ ասենք որևէ փոքր ինչ-որ խնդիր լուծելու, դա ձևն է, երբ մարդիկ տարբեր կարծիքներ արտահայտելով տեսակետներ ավարտել, գալիս են ինչ-որ ճշմարտության։
Դա դեռ վաղնջնական ժամանակներից ընդունված մարդկության ձև է։ Հիմա մեր ազգային ժողովը այս նոր փոփոխություններից հետո 3 կամ 4 քաղաքական ուժից ավելի ուժ չի տեսել, որովհետև դրված է համապատասխան շեմ, դրված են համապատասխան, ասենք, ֆինանսական գավի ինչ-որ միջոցներ, դրված է կան էլի բազմաթիվ չերևացող խոչընդոտներ, որոնք որ թույլ չեն տալիս, որ տարբեր մոտ 100-ի հասնող կուսակցությունները 100-ի չափ Հայաստանում գտնվող կուսակցությունների մեծ մասը ինչ-որ ձևով մասնակցի ուրեմն օրենք պատրաստելու գործընթացին։ Այսինքն այդ հիմնական սկզբունքն է կարծես թե խախտվում։ Դուք ասում եք, այ Նիկոլ Փաշինյանը եկավ եւ չփոխեց ոչ այս օրենքը, ոչ լրատվական միջոցների օրենքը, ոչ սա։ Բայց եկեք մի հատ էսպես նայենք այդ խնդրին։ Եթե մարդ հեղափոխության ճանապարհով գալիս է, հասնում է իշխանության եւ տեսնում է, որ այդ իշխանությունը հավաքված է մի հատ բոլոր իշխանության լծակները իր ձեռքին են։ Դուք պատկերացնում եք այդպիսի մարդ, որը որ այդ իշխանությունը կբաժաներ տարբեր մասերի, կսեր աշխատացնել։ Դա պետք է լիներ շատ բարձր, այսպես ինքնագիտակցություն ունեցող մարդ, որը որ իր սեփական եսը ետ դներ եւ աներ։ Հիմա մենք պատմության մեջ քանի անգամ ենք ունեցել այդպիսի դեպք։ Ես պատմության մեջ հիմա եկեք չանդրադառնանք, բայց այն որ ձեր նշած հատկանիշները ունենալը պարտադիր էր այդ բարեփոխումները անելու համար, դա ճիշտ է եւ դուք դրանով իսկ փաստում եք նա, որ Նիկոլ Փաշինյանը չունի այդ հատկանիշներից որևէ մեկը եւ ավելին ասեմ, հեղափոխություն բառը դուք օգտագործեցիք, հեղափոխությամբ եկած ղեկավարը նման քայլերը կաներ, որովհետև նա նաև կունենար այն մյուս հատկանիշները։ Տեղից կարող ենք մենք հակառակ վերլուծություն անել, որ հեղափոխությունը իրական հեղափոխություն չի եղել, դա եղել է ուղղակի կազմակերպված իշխանափոխություն հեղափոխության մեթոդով, որպեսզի իրագործվի Լավրովի պլանը, իսկ հետո նաև Լավրովի պլանի ավելի մոդիֆիկացված տարբերակը Ղարաբաղում, այսինքն Արցախի հայաթափումը, այդ ամեն ինչը անելուց հետո հիմա Հայաստանը ազատ անկման վիճակով ջրի կարելի ասել հոսանքին համարժեք գնում է Հայաստանի գաղութային ոճի սահմանադրությունը, այսինքն օրենսդրությունը նույնիսկ կարող եմ ասել, որ տեսամությունից բացի ունենք ընտրական օրենսգիր եւ կուսակցությունների մասնարարքի։ Ինքը գաղութային էլ իր բնույթով մնում է, այսինքն երբ որ մենք ասում ենք Հայաստանի ինքնիշխան երկիրը կուզենար, որպեսզի ունենար այնպիսի ազատ ընտրական համակարգ եւ կուսակցությունների մասին օրենք եւ այնց քաղաքական դաշտ, որը հնարավորություն տար ոչ միայն 3 միլիոն հայությունը մասնակցեր եւ իր ներուժը ներդներ Հայաստանի զարգացման 10 միլիոնը, իսկ դուք տեսնում եք հակառակ process-ը մեր այսպես ասած փառապանց ժողովրդավարության բաստիոն կառավարությունը ավելի է սահմանափակում ընտրելու իրավունքը եւ դրա պատճառը դնում է իբրև թե Ռուսաստանից եկած, չգիտեմ, 10,000, 20,000 մարդ է եկել քվեարկել ու դրա պատճառով չի կարելի զրկել ենթադրենք ֆրանսահայերի կամ ամերիկահայերի ընտրելու իրավունքը։ Ստացվում է, որ սա ուղղակի պատրվակ է, որպեսզի ավելի խորացվի այդ ձեր ասած սահմանափակումները, այսինքն մյուս ազգային ժողովին պատկերացրեք ավելի քիչ շանսերը ավելի են դժվարանալու, եթե իրավաբան եք, արդյոք այդ իրավունքը ընտրելու ֆունդամենտալ իրավունքը կարելի է ինչ-որ օրենքներով սահմանափակել, սա իրավական տեսակետից։ Նայեք, ես հեսական անդրադառնամ իրավականին, բայց գործող սահմանությունը պետք է բոլորը հիշեն։ Դա Սերժ Սարգսյանի ժամանակ մշակված, ոչ լեգիտիմ ընթացակարգով ընդունված, ոչ լեգիտիմ սահմանադրությունն է։ Նիկոլ Փաշինյանը այդ սահմանությունը չի փոխել, այդ սահմանադրության գործառույթների շրջանակում աշխատում է, եւ դա է պատճառը, որ օրինակ նույն իրավական համակարգը այսօր կատարում է քաղաքական նաև պատվերներ, երբ որ մենք ակնհայտ ասում ենք ոնց ալնում, որ օրինակ ես համաձայն եմ, որ չգիտեմ, Ծառուկյան Գագի իր ունեցվածքը խնդրահարույց է եւ պետք է օքեյ, ես համաձայն եմ, բայց նույնը վերաբերվում է Խաչատուր Սուքեսյանին, Սամվել Ալեքսանյանի եւ մնացածին, այսինքն եթե տենց օրենքի մենք երկիր ենք, եկեք բոլորին անենք, ինչի ենք անում մենակ նրանց, ովքեր որ այդ պահին համարժեք չեն լծվում
իշխանությունը վերարտադրելու գործին։ Մենք բոլորս գիտենք, որ օլիգարխների մի մասը սպասարկում են Նիկոլ Փաշինյանին, ովքեր չեն սպասարկում, նման խնդրի առաջ են կանում։ Երբ որ հարկայինի ծառայության ղեկավարին են հարց տալի, բա դուք ինչի նորցիք, իրանք լուսնից իջածի նման ինչ որ իրավական բաներ են պատասխանում։ Այդ բոլորս գիտենք, որ հիմա մատը դնենք ցանկացած Խաչատուր Սուքասյանի հիմնարկի վրա ու գնանք ստուգենք, այնտեղ խնդիր կա, այս նույն խնդիրները, որոնք կան, ու նույնը վերաբերվում է Սամվել Ալեքսյանի եւ մնացածին։ Այսինքն այն քաղաքական ռեպրեսիվ իրավական համակարգը, որը կա Սերժ Սարգսյանի ժամանակ, որի հիմքը դրված է Սահմանադրությունում, այն քաղաքական տկար համակարգը, որը կա Սահմանադրությունում, էլի շարունակում է գործել, այսինքն սա ընդհանուր որ պատկերը նայենք, այդ քաղաքական համակարգը ամբողջությամբ նույնն է, այդ գաղութային վիճակը, այդ կագեբեական աշխատելավոճը։ Իսկ ինչ մնում է իրավաբանորեն, գտնում եմ, որ այո, սահմանադրական կանոնության հետ խնդիր կա տվյալ օրենքի, որովհետև դա սահմանափակում է անձանց քվեարկելու իրավունքը, սակայն պետք է ցավով ասեմ, որ մեր սահմանադրության փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանի ժամանակ 15 թվականից սահմանադրական որոշ նորմեր կարող են փոփոխվել ազգային ժողովի կողմից եւ դրա համար նույնիսկ այս փոփոխությունները չեն դրվում հանրակրվեի, սա նույնպես խնդիր է, որովհետեւ դեմոկրատական իրական երկրները, իրավական երկրները ունեն միայն ուղիղ ժողովրդավարության ձևը սահմանադրությունը փոփոխելու, այսինքն պետք է ամեն ինչի համար արվեր հանրակրվե եւ սա այս մեր տիրող իրավիճակը իրականում համ սահմանադրական իրավական абսուրդ է, համ քաղաքական, որովհետեւ նորից եմ ասում, չկա հիմնավորում, որ ինչ որ մի երկրի քաղաքացիների գալը ստեղ ու քվեարկելը կազմակերպված կարող է էական ազդեցություն ունենալ, կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց էական ազդեցություն չի կարող ունենալ, ու իսկ եթե ունենալու է, ուրեմն այդպես պետք է լինի, որովհետև այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, կամ զրկեք նրանց քաղաքացիությունից, եթե օրինակի համար չեն բնակվում ստեղ եկա, բայց դուք ուզում եք, որ այդ մարդիկ բանակում կան ծառայեն, հարկերը վճարեն, երբ որ գալիս են ստե տուրիստ, դուք իրանց բռնում եք, տանում եք զորավարժանքների, բայց քվեարկելու բանի համար ասում եք, դե ուրեմն բանակ տանելու համար է, ասեք, թող վերջի 2 տարին եթե չի բնակվում, ուրեմն ազատվում է բանակից։ Եթե վերջի 2 տարին չի բնակվում, թող հարկեր չվճարի։ Այդ ուրեմն ամեն ինչը գալիս է, եկեք չմոռանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղափոխությունը եղավ ներկայացության խնդրից, այսինքն ասեցին դուք ուզում եք մենք հարկ վճարենք, բանակում ծառայենք, բայց չունենանք ներկայացուցիչներ Պարլամենտում Անգլիայի, դրա համար մենք անում ենք հեղափոխություն, չէ՞, հիմա նույն ձևի դուք ուզում եք, որ քաղաքացին ամեն ինչով լինի օրինապաշտ, ենթարկվի օրենքին ծառայի պետությանը, բայց հենց հարցը գալիս է, որ ինքը պետք է որոշի ով երկիրը ղեկավարի, այդ իրավունքից դուք իրան զրկում եք։ Դուք խոսեցիք հովանավորչության մասին, ինչպես կարելի է սահմանադրությունը կամ օրենքները օգտագործել դրա համար, բայց ես ուզում եմ մի փոքր այդ Սերժի սահմանադրությունից ավելի խոր գնանք։ Չէ՞ որ նախորդ սահմանադրությամբ եւս Սփյուռքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Քոչյանի ժամանակվանից այդ իրավունքը զրկվեց, այդ մասնակցելու իրավունքից։ Իսկ ես հիշում եմ, որ Քոչարյանի ժամանակ հենց առաջին ուրեմն այդ ժամանակ այդ իրավունքը կար եւ Քոչյանը դա վերացրեց, մի անգամ Երևանում ժամանակ կար, հետո վերացրեց։ Հետո վերացրեց, որովհետեւ այնտեղ քվեարկել էին նրան դեմ եւ դա իրեն շատ զայրացրեց։ Տեսնում եք, որ քաղաքային անձնապ հիմա զայրացրել են Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ 10,000-20,000 մարդ քվեարկել է Սամվել Կարապետյանի օգտին։ Հիմա էլ ինքը զայրացել դրա համար փոխում է, այսինքն ինքը թող չտարբերվի, թող չկոչի, չհավագնի լինել տարբեր Քոչարյանից կամ Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանը, Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի արժե համակարգը կիսող քաղաքական իմաստով նույն քայլերն է հիմա ձեռնարկում, ինչ որ նրանք են արել։ Շատ լավ։ Հիմա տեսեք, սահմանադրությունը այնպիսի մի բան է, որը որ պիտի ժողովրդի կողմից հաստատվի եւ մնացած բոլոր օրենքները պիտի բխեն սահմանադրությունից։ Հիմա մենք հասել ենք այնտեղ, որ սահմանադրության մեջ փոփոխություններ են արվում ազգային ժողովում, ազգային ժողովի կազմի մասն մենք ձեզ հետ քիչ առաջ խոսեցինք։ Որն է դրա լուծումը։ Դրա լուծումը կարծում եմ մենք տեսնում ենք միջև ընտրությունները քաղաքական այն ուժերի հետ համատեղ հանդես գալը, որով հնարավոր կլներ այդ իմ ասած 5-10% ձենը ստացող մի
ճակատ ձևավորել, որը եթե հաջողեր, ապա մյուս ընտրություններին արդեն 5 տարի հետո հնարավորություն կունենար լինել այլընտրանք գործող իշխանությանը եւ գործող ընդդիմությանը։ Սակայն պետք է ասեմ, որ այն ուժերի մեծամասամբ սկսած Գուրգեն Սիմոնյանից, չգիտեմ, Սասնա Ծառերից, Ձեռնացածից բոլորը համագործակցության եզրեր չտեսան որևէ մեկի հետ, այսինքն նրանք բոլորը կամ գիտակցված գնում էին ձայներ փոշիացնելու, կամ այնքան մեծամիտ եւ գոռոզ էին, որպեսզի չուզեցան, որտեղ դուք կհիշեք, որ մարդիկ կային, որ ասում էին մենք 50% ձեն ենք ստանալու, մենք երրորդ այլընտրանքն ենք, այսինքն այդ մարդիկ այնքան էին իրականությունից կտրված, կամ իրականությունից կտրված էին, կամ իրանք ուղղակի ծառայում էին իշխանության շահերին, որտեղ այս իրավիճակը ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանին, ինքը Ծառուկյանին լիկվիդացրեց հենց նրա համար, որ ազգային ժողովում այդ ձեների վտանգին, սահմանային վտանգավոր կետին չհասնի, այսինքն որ էլի ազգային ժողովում լինի այդ ջրբաժան վիճակը, որի պայմաններում իրեն շատ հեշտ է լինելու ցանկացած օրինագիծ անցկացնել, եթե չանցնի էլ շատ հեշտ մեղադրել, այսինքն դիմացի օպոնենտը շատ թույլ է քաղաքական իմաստով եւ շատ լավ, ինչքանով է սամը այսպես իրավական տեսակետից արդարացված Գագիկ Ծառուկյանի այդ 4%-ը անցնելը կամ չանցնելը, չէ՞ որ սահմանական դատարկ։ Չէ՞ որ այնտեղ կար օրենքի մեջ կար կետ, որ եթե տվյալ տեղամասում ընտրությունները չեղյալ են հայտարարվում, պետք է նշանակվեն նոր ընտրություններ։ Այդ օրենքը խախտվեց փաստացի։ Միայն այդ օրենքը չի խախտվել, բազում օրենքներ են խախտվել, բազում սկզբունքներ են խախտվել, ակնհայտ է, որ 3.98% ստանալը 4%-ից տարբերությունը այնքան չնչին է, որ վերահաշվարկը կամ նոր քվեարկությունը էական ազդեցություն կարող է ունենալ եւ կունենար նրանց անցնել չանցնելու վրա։ Դա այս պատճառով էլ չթողեցին, որպեսզի լինի նոր քվեարկություն, պատճառաբանելով, որ նոր քվեարկության դեպքում կարող են Ծառուկյանին չքվեարկած մարդիկ քվեարկել նրան, բայց դա եւս քաղաքացու որոշման արտահայտման ձև է, այսինքն դա էլ է կամարտության ձև, անպայման չի։ Օրենքում գրված է, որ պետք է լինի, ինչ է օրենք գրողներ այն ժամանակ չեն պատկերացրել, որ մարդիկ պիտի իմանան ընտրության արդյունքները։ Ես փորձում եմ իրավականից զատ այլ մեկնաբանություն տալ, որ լսողները ավելի պատկերավոր պատկերացնեն, որ սա քաղաքացիական պայմանագրի համար լինել չլինելու հարց էր, ուստեղ ուզում է իրանք ստացած լնեին 4.01%, իրանք վերահաշվարկ կանեին այդ դեպքում, կամ կասեին եկեք նոր քվեարկություն անենք, որ ավելի քիչ ստան, այսինքն ոնց հարմար լիներ, օրենքը այդ ձևով էլ ճկվելու էր, օրենքը այդ ձևով էլ մեկնաբանվելու էր, որպեսզի Ծառուկյանի ուժը ներկայացված չլիներ ազգային ժողովրդի, որտեղ դրա պատճառով նաև չբաշխված մանդատների բաշխվելու տեսակարգաշիրներ չէ փոխվելու գոյությունի բանաձև։ Այսինքն այստեղ Ծառուկյան անցնել չանցնելու հարցը, ես էլ եմ ուզում ասեմ, այստեղ հարցը ԿՊ-ի ձայները մանդատների թիվը այլ էր լինելու։ Ծառուկյանի անցնելու դեպքում նա մասնակցելու էր, այո, մեկ այլ ուժի անցնելու դեպքում։ Դրա համար ամեն ինչ արվեց, որպեսզի նախ կեղծ ընդդիմության դաշտում բազում կեղծ խաղացողներ լինեն, ես անունները մի քանիսի նշեցի, որոնք փոշիացմանը ակտիվ մասնակցեցին։ Իսկ Ծառուկյանի մասով հատուկ օպերացիան արվեց, որպեսզի ինքը ամենաշատ փոշիացման ձայնը տվեց, չէ՞, ինքը փաստորեն 4%, 3.98% փոշիացրեց չանցնելով։ Դրա 49%-ը գնացել է հենց մանդատների տեսքով քաղաքացիական պայմանագրին, չէ՞, իսկ դա էլի ձայնի ավելացել։ Բայց այդքանով հանդերձ եկեք արձանագրենք, որ քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ ուղիղ քվեարկության արդյունքում ստանալ 50% այն ձայները, որոնք իրենք հռչակում էին, որ կստանան, դա դուք ստացան միայն, բայց այն ձայների միայն վերաբաշխման արդյունքում, որը որ էլի Սերժի Սամանոսյան գրած բանաձևն է, որը ամբողջ աշխարհը ասում է, որ այդ մեթոդիկան արդեն դա Իտալիայից վերցրած օրինակն է, դա ժողովրդավարական չի համարվել դեռ տարիներ առաջ Վենետիկի հանձնաժողովը տվել է կարծիք, որ այդ մեթոդը այդքան էլ ժողովրդավարական չի, բայց եկեք տեսեք, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում փոխել այդ կարգը։ Հիմա արդյոք քաղաքացիական պայմանագրի մանդատների քանակը բավարար է, որպեսզի նրանք
Սահմանադրական օրենքի փոփոխությունը։ Նրանց մանդատները բավարար է սովորական ընթացիկ օրենսդրությունը ընդունելու համար, որոշակի պաշտոնների նշանակելու եւ ազատելու համար, բայց կան որոշակի հարցեր, որոնք պահանջելու են 2/3 հաստատում եւ այլն, կա նաեւ նշանակումներ, որոնք պահանջում են որակյալ մեծամասնություն։ Ինչ է լինելու այդ դեպքում ձեր կարծիքով։ Ինձ թվում է քաղաքական ռեպրեսիաները հենց դրա համար էլ սկսվել են, որպեսզի ազգային ժողովը առաջին նիստը չգումարած, այն մարդիկ, ովքեր այս կամ այն ֆրակցիայի կազմում վերցնելու են մանդատ, իրենք մոտավորապես արդեն վախեցած լինեն այն հեռանկարից, թե ինչ կարող է սպասվել այն պատգամավորներին, ովքեր որ ճամբարափոխ չեն լինի, որտեղ եկեք չմոռանանք, որ նախորդ ազգային ժողովում եղան ճամբարափոխություններ, թե ԿՊ-ից դեպի ընդդիմություն, թե ընդդիմությունից դեպի ԿՊ, այսինքն ես կարծում եմ, որ նման մարտագողությունը, այո, մարտագողությունը ականատես կլինենք, չեմ կարծում այն ծավալով կլինի, որ ԿՊ-ն կունենա մեր քննարկած որակյալ մեծամասնությունը որ անի, բայց ինչ որ ջանքեր կգործադրվեն այդ ուղղությամբ։ Դուք քաղաքապետարան ասեցիք, Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել, չբացակայելու արգելքը եւ նրան մեղադրում են փողերի լվացման, ինչպես նաեւ հանրաքվեների մասնակիցներին կաշառելու մեջ։ Ես կարծում եմ, որ այս ռեպրեսիաները դեր սկիզբն են այն ռեպրեսիաների, որ պիտի լինեն ձեր տպավորությունը այդ հարցում։ Նայեք, եկեք տպավորություն չստեղծվի, որ ես փորձում եմ պաշտպանել, օրինակ, Գագիկ Ծառուկյանի արած հանցագործներ կամ նրա կողմից չվճարված հարկերը, կամ Սամվել Կարապետյանի թիմի կողմից ընտրակաշառք բաժանելու քայլերը։ Ես դրանք բոլորովին չեմ պաշտպանում։ Իմ ասած այն է, քաղաքական հետապնդումը ընդհանրապես ըստ սահմանման, դա նա չի, որ դու ճիշտ իրավական գնահատական ես տալի հանցագործությանը։ Միայն դա չի, դա անհրաժեշտ պայմանն է, բայց ոչ երկրորդ պայմանը նա է, որ դու դա անում ես ընտրողաբար, այսինքն ընտրողական արդարադատությունը հենց քաղաքական ռեպրեսիա է։ Այսինքն իմ ասածը թող չընկալվի, որ ուժեղ Հայաստանը չի բաժանել ընտրակաշառք։ Նա բաժանել է եւ պետք է պատժվի դրա համար։ Բայց ընտրակաշառքի այլ տեսքով ընտրական ճնշումներ են իրականացրել նաեւ ԿՊ-ական համայնքապետերը, գյուղապետերը, քաղաքապետերը, այսինքն նրանք էլ պետք է պատժվեն։ Փող բաժանել են նաև այն ճամբարից միգուցե նաև բաժանած լինեն։ Հարցը նա է, որ մենք պետք է պահանջենք, որպեսզի պետությունը գործի համարժեք բոլորի նկատմամբ, բոլոր իրավախախտերի, բայց ոչ թե ընտրողաբար։ Ես ընտրողաբարին եմ դեմ եւ դրա համար բարձրացնում դրա մասին, բայց այն որ փաստեր կան, որ նրանք բաժանել են ընտրակեղծի բաժակաշա եւ բերել են մարդկանց Ռուսաստանից, որ քվեարկեն, բերել են, թող բռնեն այդ մարդկանց, ապացուցեն, որ փող են վերցրել, դրա համար նստացնեն, պատժեն, բայց դրա պատճառով փոխել սահմանադրություն ու զրկել, չգիտեմ, Մարսելի 10000 հայի ընտրելու իրավունքից, ինչա որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում այդ 10000 մարդուն իդենտիֆիկացնել ու բռնել, պատժել, դա արդեն աբսուրդ է։ Սա է խնդիրը։ Իսկ ռեպրեսիաների ծավալը ինձ թվում է կավելանա ըստ անհրաժեշտության, այսինքն ես նորից պետք է օգտագործեմ այդ բառը, որ եթե գործ ունենք Սերժ Սարգսյանական քաղաքական եւ իրավական համակարգի հետ, KGB-ական, այդ համակարգը ռեպրեսիա անելու ցանկացած ժամանակ քաղաքական իշխանության պատվերով ըստ անհրաժեշտության, դա որևէ կապ չի ունենալու իրավական ինչ-որ process-ի հետ։ Երբ պետք եղավ, հիմքերը կստեղծվեն եւ կան։ Շատ լավ, ես առաջարկում եմ հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շարունակում ենք մեր հաղորդում ազգային առաջընթաց կուսակցության վարչության նախագահ խմբակցության ավականու անդամ Հայկ Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, եկեք այս հատվածում մի փոքր խոսենք միջազգային թեմատիկայից, որովհետև մենք այսպես պարփակվում ենք մեր ներքաղաքական փոքրիկ խնդիրներով, մինչդեռ աշխարհը այսպես եռում է մեր շուրջը եւ շատ հնարավոր է, որ մենք մեզ համար բոլորովին անսպասելի կամ սպասելի մեզնից չկախված հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետությանը նոր մարտահրավերներ կան, իսկ մենք դրանց պատրաստ չենք եւ չենք էլ պատրաստում մեր հանրությանը դրա համար։ Ես օրինակ ուզում եմ մենք զրուցենք ԱՄՆ-Իրան հակամարտության նոր էսկալացիայի մասին։ Թվում էր, թե այն համաձայնագիրը ստորագրելուց, նախաստորագրելուց հետո այս պատերազմը պիտի հանգչի, որովհետև դա ձեռնտու էր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին եւ իրանական կողմին, բայց տեսեք, որ նոր էսկալացիա սկսվեց եւ Թրամփը արդեն ուղղակի սպառնում է նրանից։ Ես ցիտեմ այս պահից սկսած ամեն անգամ եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրակ բացի Օրմուզի նեղուցով անցնող որևէ նավի վրա, լինի դա հրթիռով, ռեակտիվ արկով, անոթ հաչուսարկով կամ այլ զենքով, Միացյալ Նահանգները ռմբակոծելու եւ ոչնչացնելու են մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում Թեհրանի մայրաքաղաքի ուրեմն մոտ մերձակայքում գտնվող։ Սրանք ուղղակի սպառնալիքներ են, որոնք ընդ որում Իրանական կողմը եւս սպառնալիք է տալիս, ասելով, որ մենք ակննդական տրամաբանությամբ եմ գործում եւ մենք կհանգստանանք այն ժամանակ, երբ ամերիկյան զորքերը չեն լինի տարածաշրջանում։ Ինչ է կարծում, այս ամբողջը ինչպես կարող է ազդել Հայաստանի Հանրապետության վրա։ Նախ ես ուզում եմ մի բան արձանագրեմ, Հայաստանը, ինչպես դա ներկայացվում է, չգիտեմ, գործող վարչախմբի կողմից, իրականում որևէ միջազգային գործընթացի սուբյեկտ չի։ Հայաստանը
այդ գործընթացների օբյեկտ է։ Հայաստանը գնում է, ոնց որ ես նշեցի, ջրի հոսանքով, այդ հունով, եւ այս կոնտեքստում, երբ որ մեզ ասում են, որ մեծ ձեռբերում եղավ, մենք տրիպը անցնում է ստեղով կամ բան, դա մենք որևէ բան չենք արել։ Նոյեմբերի 9-ը փոխարինվել է տրիպով, որովհետեւ այդպես են պայմանավորվել դերակատարները, մենք դերակատարների մեջ չենք մտնում։ Այսինքն, այս կոնտեքստում հատկապես Իրանի հետ կապված, որ մենք ինչ-որ քննարկում, ես վերլուծություններ եմ լսում վերլուծաբանների կողմից, ու ինչ-որ մենք պատրաստ ենք հասարակությանը, մենք պատրաստելու ոչ պոտենցիալ ունենք, ոչ ներուժ ունենք, ոչ էլ այդ կարգավիճակի երկիր ենք, որ մենք այդ մասշտաբի հարցի մեջ ինչ-որ բանի պատրաստվենք։ Ես կարծում եմ Հայաստանը, ու ես կարծում եմ, որ դուք ձեր խոսքում նշեցիք, մենք մեր փոքր հարցերով ենք զբաղված, այո, մենք պետք է ինձ թվում է օր ու գիշեր զբաղվենք մեր փոքր հարցերով, որտեվ մեր փոքր հարցերը չլուծած մենք չենք կարող մեծ հարցեր լուծենք։ Օրինակ մենք ունենք հազարատ խնդիր տնտեսության հետ կապված, իմ համար այդ խնդիրները ավելի կարևոր են, որովհետեւ ես որ նայում եմ օրինակ կառավարության նիստը, որտեղ էկոնոմիկայի նախարար Պապոյանը ասում է, որ մենք կարող ենք զուգը արդեն արտահանել Եվրոպա, որովհետեւ ունենք էլեկտրոնային կոդը, բայց Մհեր Գրիգորյանը փոխվարչապետ ասում է, բայց այդ կոդը բավարար չի, այդ կոդով պետք է դուք կարողանաք կապարակնքեք այդ ապրանքի պարտիան քանակը, որը որ ուղարկվի, որ եվրոպացիները կարողանան հետևեն դրան, երբ որ նման քննարկում ալում է կառավարության նիստում, իմ մոտ արդեն պարզ է դառնում մեր կառավարման մակարդակը, որովհետև դա նշանակում է, որ էկոնոմիկայի նախարարը ու փոխվարչապետը այդ հարցը իրար ոչ տեսել էին, ոչ քննարկել էին կառավարության նիստի ժամանակ, նոր մեկը մյուսին ասեց, որ սենց խնդիր կա, այսինքն ինչ աշխարհի պետք է ոչ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, որ բարձրացած մի ձեռքը վեր կանա ասի, մենք կարող ենք ձուկը արտահանենք, մյուս կողմից ասեն չէ, չես կարող, որտեվ այս կոդով մենք չենք կարող կապարակնքենք այդ համակարգը, երրորդ օրն էլ տեսնում ես, որ ձուկ արտադրողները ցույց են անում ու ասում են մեր ապրանքը չի կարող եվրոպական, որտեվ այսքան խնդիր կա, այդ խնդիրների մասին որը մեկ տեղակ չի։ Երբ որ այս տեսակի բարձի թողի վիճակ է տնտեսության մեջ, նույն բարձի թողի վիճակն է վիճակը գիտության ոլորտում, չգիտեմ, ռազմական ոլորտում, մեզ թվում է թե հա պարադա արեցին այդ շքերթը, մենք էս ունենք, բայց ես իրականում շատ այդ իմաստով լավատեսություն չունեմ, որ մենք ինչ որ ոլորտում ինչ որ լուրջ հաջողություն ենք ձեռք բերել, չգիտեմ, 7 տարի առաջվա համար։ Մեզ ասում են մենք դիվերսիֆիկացրել ենք SNN, բայց դա դեռ բավարար չի։ Հիմա վերադառնամ ձեր հարցին։ Պարսկաստան Իրանի եւ Ամերիկայի հակամարտությունը ինչ եղանակով էլ գնա, ինչ էսկալացիա լինի, կարծում եմ Իրանից մատակարարումը Հայաստան, այսինքն մեր սահմանի վրա կոնկրետ չի անդրադառնա։ Այդ պատերազմը ավելի շատ անդրադառնում է գլոբալ, հա, ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի, չգիտեմ, առևտրաշրջանառության վրա ինքը անդրադառնալու է, թանկանալու է, չգիտեմ, մի կիլոգրամ այն ապրանքը կամ մի լիտր այն առապրանքը, որը անցնելու է այդ Բաբել Մանդեբի նեղուցով կամ չէ, բան Հորմուզի նեղուցով։ Դա ոնց որ թանկանալու է Լեհաստանի համար, միգուցե ավելի քիչ մեր համար, որովհետև մենք ունենանք ինչ որ ալտերնատիվ ճանապարհ ու այն ապրանքները, որոնք որ հնարավոր է ստանալ ցամաքայինով, նույն Չինաստանից կարող է ցամաքայինով կա, երևի այդ իմաստով մենք ավելի հարմար աշխարհագրական դիրքում ենք, որպեսզի մեր վրա այդ նեղուցների ազդեցություններ կան չար, բայց ինքը գլոբալ կոնֆլիկտ է եւ ինքը ունենալու է ես իմ կարդացած նյութի համաձայն 20-ից 35% միջև գնաճի պոտենցիալ ունի, եթե ինքը երկարաժամկետ հուտիները եթե նաեւ փակեն, հա, Բաբել Մանդեբին, Կարմիր ծովի երկներ, նշանակում է ապրանքները պետք է գնան պատտվեն ոնց որ 15-րդ դարում պորտուգալացիներն էին գնում, այդ նույն ճանապարհով պետք է գնան, այսինքն ամեն ինչը թանկալու է ըստ համաչափ բանի, բայց գլոբալ որ նայենք Հայաստանը այդ կոնֆլիկտի մաս չի, Հայաստանը լավ հարաբերություններ ունի թե Ամերիկայի, թե Իրանի հետ, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ այդ կոնֆլիկտը մենք որևէ տեղ շահագրգռվածություն չունենք, հետեւաբար կարծում եմ, որ այդ հարցը մեր մասով արդիական չի, բայց մյուս կողմից էլ չեմ կարծում ինքը երկարաժամկետ պատերազմ է, որովհետև դուք գիտեք, որ ամեն պատերազմի օրը ինչքան գումար է նստում ԱՄՆ-ի վրա եւ դուք գիտեք նաեւ, որ ԱՄՆ-ի սենատը եւ իրենց գերագույն դատարանը մի քանի անգամ արդեն արգելափակել են Տրամպի ռազմական լիազորությունները Իրանի հետ կապված, այսինքն ինչ որ մի պահ կգա, որ Սենատը կասի կամ մենք պետք է պատերազմ հայտարարենք Իրանի վրա, որը որ Սենատը պետք է հայտարարի, կամ էլ որևէ ռազմական գործողություն չի կարող իրականացվել։
Իսկ եթե Ամերիկան որևէ գործողություն չանի, Պարսկաստանը չի անելու գործ։ Այսինքն Պարսկաստանը ուզում է, որ իրեն ուղղակի չկրակեն իր վրա։ Կարծում եմ երկար չի տևի, որովհետև երկու կողմն էլ ծանր կորուստներ ունեն եւ երկուսն էլ ձեռ չտալի։ Մենք որ ասում ենք դները կթանկեն, Իրանի ղեկավարությունը նման մի միտք էր ասել, եթե մենք չկարողանանք գազ ու նավթ վաճառենք որևէ երկրի, ուրեմն ընդհանրապես ոչ մեկ չի կարողանա վաճառել, այսինքն հիմա sense նայենք, ԱՄՆ-ի վրա նստում է մեկ օր պատերազմը X գումար, ռազմամթերքի տեսքով, բայց Իրանի վրա էլ նստում է մեկ այլ գումար չվաճառված, իսկ դու գիտեք, որ Իրանի եկամուտների 70%-ը, հա, կամ չգիտեմ 60%-ը գողանում է դա հիմա իջոր չի կարող սա ամիսներով տենց տևել էլի։ Շատ լավ, ես ուզում եմ ձեր ասած անդրադառնալ կգամ ես պատերազմին, բայց դուք միջև այդ պատերազմի անդրադառնալը կառավարության նիստի օրինակը բերեցիք, որ մարդիկ ուրեմն իրար ինչ որ հակադարձում են եւ այլն։ Անտեղյակ են իրարից։ Այսինքն մոտ էսպիսի հակադարձում կա։ Դուք պատկերացնում եք, որ կառավարության նիստը դա ուղղակի բեմադրություն պիտի լինի, որ մենք նստենք, հեռուստացույցով նայենք, տեսնենք, որ ամեն ինչ այնտեղ կարգիր է, չէ՞ որ երբ որ չկար այդ հեռուստատեսային հեռարձակումը, այդ կառավարության նիստը այնտեղ պետք է լիներ, որ մարդիկ պետք է իրար հետ վիճեին էլ, իրանց տեսակետները պաշտպանեին, դա այն համակարգն է, որտեղ որ պիտի որոշումները կայացվեին։ Դուք ինչ եք զարմանում, որ երկու փոխվարչապետ եւ ասենք էկոնոմիկայի նախարար ասեմ, որովհետև նախ ես գտնում եմ, որ կառավարությունը դա ի տարբերություն ազգային ժողովի ինքը պրոֆեսիոնալ մասնագիտական մարմին է, ոչ թե քաղաքական դեբատների իրեն ցուցադրելու շոուների եւ դերասանության, այսինքն այնտեղ պետք է խոսել ամեն հարցից ըստ բովանդակային։ Ազգային ժողովում կարող է մի պատգամավոր վերկանա եւ խոսի մաքսային օրենսգրքից էմոցիոնալ, հա, առանց իմանալու մաքսային օրենսգիրքը կամ հարկային ինքը կարող է վերկանա վատ օրինակ է։ Չէ, ես ուզում ասեմ ազգային ժողովը միտքս միջև վերջ ասեմ, միտքը հասկանաք։ Այսինքն ազգային ժողովում ընդհանրապես դեմոկրատիա ասած, հա, կամ պարլամենտը, որ նշանակում է ֆրանսերեն խոսալ, հա, դա վերաբերում է պարլամենտին, կառավարությունը գործադիր պրոֆեսիոնալ մարմին է։ Եթե գիտեք, երկրներ կան, որոնք ընդհանրապես չեն հեռարձակում կառավարության նիստը, եւ ես կարծում եմ, որ օրինակ մեր կառավարության նիստը բովանդակային իմաստով էլի ինքը ավելի շատ շոու է, որովհետեւ ուզում են ցույց տան ժողովրդին, որ այ ապահովագրությունից օգտվեց այսքան, այսինքն այնտեղ այն հարցերն են հիմնականում, որոնք որ ականջահաճո են, բայց այն հարցերը, որոնք որ ինչ որ մեկին մի բան են տալիս կամ Սամվել Ալեքսանյանի հիմնարկությանը արտոնություն են տալի հարկային, այդ հարցերը որպես կանոն չզեկուցվողով են ընդունվում, այսինքն մենք որևէ բան հասարակություն չի էլ իմանում։ Ես կարծում եմ, որ դա առաջինը, որ ինքը այնպես չի, որ միայն դրական ինչ որ իմաստ ունի դրա մեջ կամ ժողովրդավարության, ինքը ավելի շատ պրոպագանդայի էլի տար է, որտեղ մենք գիտենք, որ այս կառավարության իմ համար առնվազն կառավարության համար շատ մեծ դեր է կատարում իրենց պրոպագանդիստական շոուն։ Երկրորդը իմ ասած հարցը քննարկման հարց չէ, ինքը զուտ ինֆորմացիայի պակաս էր, այսինքն ես կարծում եմ, որ անհնար է կառավարության նիստ բերել մտցնել հարց, որի վերնագիրը լինի, որ Հայաստանը կարող է ձուկ արտահանել Եվրոմիություն, ուտեղից բաց թողել մի կետ, որ իրականում նշանակում է, որ ոչ չեն կարող արտահանել, դա առնվազն ինչ ասեմ, չասեմ հանցագործություն, բայց զանցանք է, որովհետև եթե էկոնոմիկայի նախարարը տեղյակ չի, որ տենց կոդ կա, որ այդ կոդը պետքա լիներ, բայց թե Մհեր Գրիգորյանը չասեր դրա մասին, այդ զուկ արտադրողները ասեն դե մենք եկել ենք կոդով, ուզում ենք արտանենք, Եվրոպայից ասեն չէ, այդ կոդով պետք է միատել ծրագիր ձեր մոտ գոյություն ունենա, որով կապարակնքեք այդ ապրանքը նոր ուղարկեք, հետո նոր գային ոնց եք դուք պատկերացնում կառավարությունը որոշում ընդունի կամ մի բան արձանագրենք, հետո այսինքն սա ես չեմ կարծում, որ այդ քննարկումը պետք է լիներ իրենց աշխատասենյակներում, հարցը պետք է այն աշճանի հասունանա ու պատրաստ լինի կառավարության նիստի համար, որ այտենց հարցեր չտեղ կարող են հարց առաջանալ, որ ինչի 6 տոննա արտահանենք, այլ 8 տոննա արտանենք, ինչի է, հասկանում եք, այսինքն քննարկման տեղ տվող հարց ուրիշ բա, բայց ինչ որ փաստա, որը գիտես, որ չես կարող արտահանես, դու գալիս ես կառավարության նիստի ժամանակ ասես կարամ արտահանեմ, բայց կառավարության մեկ այլ անդամ ասում է չէ, չես կարող արտահանել, դա արդեն անլուրջ է, էլի։
Կարող եմ ընդունել մասնակի ձեր ասածը, բայց ուզում եմ հիշեցնել, որ այդ կառավարության նիստերի հեռարձակումը դա մեծամասամբ լրատվամիջոցների եւ ժողովրդական ինստիտուտների պահանջով էր, որովհետեւ միջև դա այդպիսի բան չկար, այդ հեռարձակումը գոյություն չուներ եւ ժողովուրդը շատ հաճախ չէր իմանում այնտեղ ինչ քննարկեցին, ինչ օրենք առաջարկեցին, ինչ եղավ եւ այդ անջրպետը կառավարություն եւ ժողովուրդ շատ ավելի մեծ էր։ Հիմա ժողովուրդը տեսնում է, բայց այս իրավիճակում էլ հնարեցին այդ չզեկուցող հարցերը, որովհետեւ միջև այդպիսի ծավալ համանդեպս չզեկուցող հարցերի չկար։ Եվ այստեղ եւ Երևանի քաղաքապետարանում շատ կարևոր հարցեր իմ անցկացում են չզեկուցող հարցեր։ Ականջի համար ոչ հաճելի հարցերը չզեկուցվող են, հաճելի հարցերը զեկուցող, ընդհանուր սխեման։ Շատ լավ։ Կա որևէ մեխանիզմ այդ հարցերի հետ ծանոթանալու այնուամենայնիվ։ Կառավարության բարդ, այո։ Եվ կառավարության եւ ավականու։ Ավականունը կա, բայց դրանք ծանոթանում են միայն ավականու անդամները, ու ես դրա մասին պարբերաբար նաև կիսում եմ իմեջում, որպեսզի մարդիկ իմանան ինչ հարցեր ընդունվեցին։ Իսկ կառավարության մասով չեմ կարող ասել, որտեղ ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ նիստի օրակարգը հրապարակվում է եւ լրատվամիջոցները ունենում են վերնագրերը, գոնե ինչեր են տրամադրվում։ Օրինակ, ես այդ լրատվական նյութերից եմ իմանում, որ չգիտեմ, ինչ որ մի ընկերության տալիս են արտոնություն, բայց դրանց հիմնավորումները ու քննարկումը sense ցեն են մենք չենք լսում։ Մենք տեսնում ենք միայն փաստ, մենք միայն ստանում ենք վերջնական արդյունքը փաստը, որ sense բան արվեց, բայց ինչի արվեց։ Հիմա եթե դուք ունենաք նույն հիմնարկությունը տեքստիլ ու ասեք դուք եք ուզում ստանաք արտոնություն, ձեզ չեն տալու կառավարությունը որևէ արտոնություն։ Այդ արտոնությունը տալիս են միայն իրենց իշխանամերձ օլիգարխներին, այսինքն չկա որևէ սկզբունք, որով որ մենք իմանանք ինչի համար այս կամ այն հարցը ընդունվեց կամ չընդունվեց։ Շատ լավ, փորձենք ամփոփել մեր հաղորդումը։ Ուրեմն մենք ունենք մի իրավիճակ, որը որ քիչ բանով է տարբերվում նախորդ իրավիճակից, նոր ազգային ժողովի ընտրությունների արդյունքն եմ ասում, նոր ձևավորված ազգային ժողովը, եւ մենք տեսնում ենք, որ այն process-ները, որ հիմա գնում են, չի կարելի ասել, որ մենք գնում ենք դեմոկրատիայի խորացման, ժողովրդավարության, ժողովրդի իրավունքները բարձրացնելու ուղղությամբ։ Այս պարագայում ինչպես բացատրել նույն արևմտյան ժողովրդավարական երկրների աջակցությունը Փաշինյանի կառավարության։ Շատ հասարակ ձևով, որովհետև եկեք չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի ժամանակ է ստորագրվել Եվրոասոցիացիան հիմնարար փաստաթուղթը Հայաստանի եւ Եվրամիության միջև, եւ եկեք չմոռանանք, որ ցանկացած Սերժ Սարգսյանի կազմակերպած ցանկացած ընտրություններից հետո Եվրոպան չի ասել, որ մենք չենք ընդունում ընտրությունների արդյունքները, այսինքն կեղծիքներով արված ընտրությունները ընդունվել են, Սերժ Սարգսյանի ժամանակ եղել են բազում քաղաքապետարներ, դրա մասին որևէ մեկը Եվրամիությունից չի խոսացել, այսինքն նույն եկեք նայենք Ադրբեջանի պես երկիր է Եվրամիության հետ համագործակցում է, չնայած որ նույնիսկ Եվրոխորհրդից կարծեմ իրենք դադարեցրել են իրենց աշխատանքները այնտեղ եւ ունեն բազում քաղաքապետարներ, լրագրողներ բանտարկված, որոնց մասին խոսում են, բայց համագործակցությունը չի դադարում, այսինքն Եվրամիությունը այն կառույցը չի, դա մարդու եվրոպական դատարանը չի, որ ինքը ինչ որ վճռով քեզ ասի դու դեմոկրատական ես, թե ոչ։ Եթե իրենց առավել եւս այս ժամանակահատվածում Եվրոպան Հայաստանը վերցրել է, ես հատուկ այս բառն եմ օգտագործում, ոչ թե Հայաստանն է գնացել Եվրոպա, այլ Եվրոպան Հայաստանը վերցրել է իր հովանու ներքո, թե դա ինչ արդյունք կունենա, մենք չգիտենք, բայց ես կարող եմ արձանագրել, որ Հայաստանի գաղութային կառավարման ձևը չի փոխվել։ Դրա համար իմ մոտ հիմնավոր կասկածներ կան, թե արդյոք մենք իդեմս մեր կառավարության անկեղծորեն ուզում ենք գնանք Եվրամիություն, թե ոչ, թե մենք ուղղակի որ Եվրոպան մեզ վերցրել է իր թևի տակ, իր հովանու ներքո, մենք ուղղակի խաղում ենք այդ խաղը, որովհետև եկեք չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը գնաց Եվրոպա կնքելու մի փաստաթուղթ, հետո եկավ գնաց ու կնքեց ԵԱՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը։ Այսինքն ստեղ անձով պայմանավորված չի, ստեղ մեր քաղաքական համակարգը ինտեգրված է այս պահի դրությամբ ու միջև այս պահը
դեռևս այն հին մոդելի սովետական ձևը, թե չէ այլապես մենք չէինք զրկի մեր քաղաքացիներին քվեարկելու իրավունքից, մենք չէինք անի ռեպրեսիաներ, մենք եթե կա թալանած հարստություն, մենք անեինք բոլոր օլիգարխներին, թալանթը մենք դա կանեինք 6 տարի առաջ մենք նոր իմացանք, որ Ծառուկյանը ունի ոչ օրինական ճանապարհով դիզած հարություն։ Իհարկե նոր չիմացանք, բայց ինչի նոր ենք դրա մասին քրեական գործեր հարուցում, սա է խնդիրը։ Այսինքն այս ամեն ինչը ինձ թույլ է տալիս, որպեսզի հիմնավոր կասկած ունենամ, որ մեր ես եվրոինտեգրման անկեղծ կողմնակից եմ, այսինքն ուզում եմ, որ Հայաստանը լինի իրոք լիարժեք եվրոինտեգրված երկիր, այդ թվում իր սահմանադրական, ընտրական համակարգով, իրավական համակարգով, դատական համակարգով, բայց մենք դրան կհասնենք թե չէ, ես չգիտեմ, որովհետև օրինակ նույն տնտեսության ոլորտում մենք կարող ենք ավելի շատ աշխատանք անել, շատ ավելի շատ, որպեսզի մեր տնտեսությունը ինտեգրվեր եւ պատրաստ լիներ այդ արտանմանը, ոչ թե այսօրվա նման, այդ իմ ասած կոդը սովորական, այսինքն քանի ամիս է Եվրոպան փողը տալիս է, որ մենք սուբսիդավորենք արտահանումը, բայց միջև ինչ որ կոդ չունենք, կոդի ծրագիր չունենք, այսինքն ես այդ բարձի թողի վիճակը չեմ կարող զուտ մտածել իրանք գետաշրջանի անպրոֆեսիոնալ են։ Ես չեմ տեսնում ինչ որ օրիգիշ նորը կարդում էի, որ Ճապոնիայի այդ կին վարչապետը օրը քնում է 3 թե 4 ժամ, որովհետև երկիրը ու ինչ եկել է պաշտոնի այդ վիճակով է, բայց ես ոնց նայում եմ, մեր մոտ այտենց պաշտոնյա մենք չունենք, էլի, որ օրիգիշեր մտածում է ոնց Հայաստանը եվրոինտեգրվի, ու այդ կառավարության նիստն է, որ տեսա որ կոդը չեն կարողանում բարձեն ինչա, հիմա այդպես տպարվում, որ իրանք օրը 2-3 ժամ են ուղղակի աշխատում երկրի հոգսերով, իզնացածը չգիտեմ ինչով են աշխատում։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային առաջընթաց կուսակցության վարչության նախագահ, խմբակցության ավականու անդամ Հայկ Գրիգորյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։